Երբ չենք լսում Աստծո պատվիրանները, պարտավոր ենք լսել այլ աստվածների պատվիրանները։ Հիշենք Ադամին ու Եվային, մոռանալով Աստծո պատվիրանը, նրանք հետեցին սատանայի պատվիրանին ու գնացին կործանման ճանապարհով։ Ամեն դարում Աստված պատվիրում է բարին, լավ արդյունքի համար, իսկ սատանան ամեն ինչ անում է, որ իրեն հետողներին քաշի դեպի դժոխքի ծծմբե կրակե լիճը։ Եկեք անդրադառնանք Դանիելի 27-րդ գլխին։ Ապրենք նայենք Դանիելի 7-րդ գլխի 25-րդ կոչվածին։ Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելու է ամենաբարձրյալի սրբերին, մտածելու է ժամանակներն ու օրենքները փոխելու մասին։ Եվ դրանք մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի մատնվեն։ Ինչպես տեսնում ենք, Դանիել մարգարեն վաղուց մարգարեացել է, որ Աստծուն հակառակվողը կխոսի Բարձրյալի դեմ, կճնշի նրա սուրբ ժողովրդին, կփորձի փոխել սահմանված ժամանակներն ու օրենքները։ Ինչպես մարգարեացվել էր, որ այդպիսիք կհայտնվեն, ինչ պատահեց ողջ ճշմարտությանը մութ դարերում։ Ինչպես մարգարեացվել էր Աստվածաշնչում, ճշմարտությունը փոխվել վերացվել էր։ Այսօր եկեղեցի հաճախողները փրկվել են ուզում, բայց Պետրոս, Հովհաննես, Հակոբոս առաքյալների պես Հիսուսի պատվիրաններին հնազանդվելու փոխարեն կատարում են Աստծուն հակառակվողի պատվիրանները։ Այդպես ի հայտ եկանք իրակնորյա պաշտամունքը, որն Աստծո խոսքը չէ, Սուրբ Ծնունդը, որ Աստված չի պատվիրել։ Հիսուսը իմանալով սա, Հովհաննես առաքյալի միջոցով պատգամեց. եթե մեկն Աստվածաշնչի մարգարեության խոսքերին բան ավելացնի, ինչ կպատահի նրան։ Աստված նրա վրա պատուհասներ կավելացնի։ Իսկ եթե մեկը խոսքեր պակասեցնի, Աստված կզրկի նրան երկնքի հավիտենական արքայության բաժնից։ Թե նա մեզ տվեց այս խոսքը, աշխարհը չգիտի այն։ Նրանք շարունակում են գործել սատանայի հրամաններով։ Ուստի, ուժասպառ են լինում անիմաստ աշխատանքից, վերջում նրանց արդյունքը մահն է։ Ես հավատում եմ, որ մենք, ինչ էլ լինի, պետք է հետենք միայն Աստծո պատվիրաններին ու խոսքերին։